Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր եթերի ընթացքում արդեն հասցրել ենք խոսել այն մասին, թե ինչպես է մեր օրերում համացանցը ոչ միշտ դրական ազդեցություն ունենում, ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների վրա, եւ թեման շարունակելով խոսելու ենք այսօր բուլինգի մասին։ Իհարկե այս երևույթին ծանոթ են, կարծում եմ, բոլորը արդեն մեր օրերում, բայց երևույթը հանդիպում է ոչ միայն երեխաների եւ դեռահասների շարքում, այլև մեծահասակների շարքերում։ Այս թեման ավելի մանրամասն քննարկելու ենք մեր հյուրի հետ, որն արդեն տաղավարում է, Լիլիթ Վարդանյան, հոգեբան, բարի լույս Լիլիթ։ Շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես առաջարկում եմ մենք մինչ հարցազրույցը սկսելու եթերում արդեն բավականին երկար քննարկեցինք թեման, հասկանալով, որ այն իսկապես շատ մեծ է եւ հարցերը շատ են, բայց առաջարկում եմ սկսենք պատմելով մեր բոլոր հեռուստադիտողներին, թե առհասարակ ինչ է բուլինգը եւ ամենադժվար գուցե հարցը, ինչու է այն առաջանում առհասարակ։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Բուլինգը շատ տարածված է, ճիշտ է, այո, եւ օտար բառ է, բոլորին կարծես թե ծանոթ է, բայց ինչ է այն իրենից ներկայացնում, այստեղ պետք է մի քիչ խորքը հասկանալ։ Նախ կուզեմ ասել, որ բուլինգը հատուկ կրկնվող, դա ոչ թե մեկ անգամ, այսինքն մեկ անգամյա միջադեպ չէ, դա տևական է եւ վնաս է, հասցնում, վնասակար վերաբերմունք է այլ մարդու հանդեպ, ինչը ունի նպատակ մեկուսացնել, վնասել, վախեցնել եւ նվաստեցնել։ Իհարկե առաջացման մասին, եթե խոսենք, պատճառները շատ տարբեր են։ Չէ որ բուլինգը իրականացնողը, բուլերը, ագրեսորը եւ ենթարկվողը իրենց մոտ շատ տարբեր են պատճառները։ Եթե խոսեմ այն մարդու մասին, ով իրականացնում է, այսինքն բուլերի, այստեղ կարող է լինել ընտանեկան բռնություն, այսինքն ամեն ինչ խաղաղ չէ ընտանիքում։ Եվ ոչ թե ինքը դա լավ օրից չի անում, այստեղ եւս օգնության կարիք ունի։ Ինչպես նաեւ էմոցիաների, հոգեբանության մեջ մենք չենք կարող չանդրադառնալ զայրույթի կոնկրետ եւ ճիշտ չի արտահայտվում։ Այսինքն այստեղ մենք խնդիր ունենք վերահսկողությունից դուրս է գալիս էմոցիաները եւ միանգամից դա ագրեսիայով արտահայտվում է։ Ինչու ոչ նախանձը, ճնշելու, իշխելու ցանկությունը, շատ տարածք գրավելու, այսինքն շատ տարբեր են։ Իսկ ով ենթարկվում է, այստեղ միշտ չի որ տարբերությունները հասարակությունը շատ լավ է ընդունում։ Նմանությունները կարծես թե ավելի լավ է ընդունվում եւ անհատականության խնդիր ունենք այն երեխաները կամ մարդիկ, ովքեր տարբերվում են արտաքինով, եւ լավ եւ վատ, ինչպես նաեւ այդ զոհի կարգավիճակում են, ամաչկոտ են, ավելի ենթարկվող են, փակված են, իրենք ավելի շատ են ենթարկվում բուլինգի։ Հաճախ կարծես թե այս երևույթը մենք իհարկե դեռ խոսենք, թե ինչպես են մեծահասակները արդեն ավելի հասուն կյանքում բախվում այս ամենին, բայց ամեն ինչ կարծես թե սկսում է հենց մանկուց, մանկապարտեզում, այնուհետև դպրոցում մասնավորապես եւ այսօր շատ է քննարկվում ամբողջ աշխարհում ինչպես են երեխաները անդադար բախվում այս խնդրին դպրոցներում եւ ինչ երբեմն շատ ցավալի հետևանքների այս ամենը կարող է հանգեցնել։ Հետաքրքիր է ինչպես եթե խոսում ենք այս տեսանկյունից եւ քննարկում ենք թեման այս տեսանկյունից, ինչպես կարող են նախ եւ առաջ ծնողները ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի երեխան, եթե բախվել է օրինակ բուլինգի դպրոցում, կարողանա շատ ազատ եւ անկեղծ այդ ամենի մասին խոսել ծնողի հետ նախ եւ առաջ։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, որովհետեւ այստեղ պետք է ասեմ, որ ամենակարևորը բուլինգի հաղթահարման էմոցիոնալ ինտելեկտի բարձրացումն է։ Այսինքն ինչ է նշանակում էմոցիոնալ ինտելեկտ, մարդը ճանաչի սեփական հույզերը եւ նաեւ դիմացինի հույզերը։ Ինչու, որովհետեւ նորից եմ կրկնում, ագրեսորը բուլերը։ Այսինքն ինքն էլ եթե մենք նայում ենք, որ մենք վախեցնողի դերում ենք, այստեղ շատ վատ է, մենք մեր ռեսուրսը չենք տեսնում, բայց եթե հասկանում ենք ինչու է դա անում, այսինքն միգուցե նույնիսկ խղճա, մարդը այդ բուլերին։ Եվ այստեղ ինքը արդեն ճնշվողի դերում չէ, այսինքն բարձրացնել էմոցիոնալ ինտելեկտը։ Որպես մասնակից շատ կուզեմ ասեմ, որ բուլերների 90%-ը էմպաթիան լավ զարգացած չէ։ Այսինքն այդ իրենց կատակը, որը որ կարծես թե ոչ մի նպատակ չի հետապնդում, միգուցե չկարողանան հասկանալ դիմացինի մոտ ինչպես է խախտում այդ հոգեկան բարեկեցությունը։ Եվ հենց բուլերների մոտ էմպաթիան զարգացնել, այ քո ասածը ինչ նշանակություն կարող է ունենալ դիմացինի համար։
Այո, ծնողներին շատ կուզեմ ասել, որ առաջին հերթին ապահով միջավայրի ստեղծում։ Ինչ է սա իրենից նշանակում, այսինքն հավատալ։ Երբեմն ասում են, որ դե լավ կատակ արել, կանցնի կգնա, հա։ Այո, կանցնի, ու պետք է անցնի բարձր։ Երեխաներ եք իրար մեջ լուծեք, հա, չի անցնում ցավոք սրտի, ավելի շղթան տարածվում է, ճիշտ եք, եւ ընդհակառակը չասել եւ կան այնպիսի ծնողներ, ովքեր ասում են կոնֆլիկտը լավ բան չի, հանկարծ չպատասխանես, այդ հաղորդագրությունն են տալիս եւ ուղարկում են դպրոց, հա։ Իրեն ենթարկում են կոնֆլիկտը լավ բան չի եւ կարծես թե այստեղ չպետք է պատասխանել, այդպես են սովորեցրել, հա, բայց իրականում բոլորը, ոչ միայն երեխաները, եթե մարդը մենակ չէ, այսինքն ունի այդ ապահովության զգացողությունը, որ կա մարդ, ով իրեն կհասկանա, չի քննադատի, կլսի, լսելը շատ կարևոր է։ Այստեղ իհարկե մենք ռեսուրսով կզինենք երեխային եւ այստեղ կարևոր բան կուզեմ ասել, ոչ թե փրկել, այլ աջակցել, ոչ թե արագ լուծումներ տալ, գնա սարանը արա, չէ, փորձել ռեսուրս տալ եւ հասկանալ խնդիրը ինչից է սկսել։ Այս դեպքում ինչ կարող է անել բուլերի ծնողը, երբ հասկանում է, որ իր երեխան ոչ թե այսպես ճակերտավոր զոհի կարգավիճակում է, այլ ճիշտ հակառակը։ Շատ մեծ բան։ Շատ անելիք ունի, որովհետև հենց այստեղ օգնության կարիք ունեն, թվում է թե ինքը ավելի իշխող է, ավելի լավ դերում է, բայց ոչ, պետք է հասկանալ ինչու է դա անում, այսինքն այստեղ երկու ծայրահեղության մեջ չընկնել, ոչ թե միանգամից պատժել ասել այս վատ մարդ ես, հա, շատ դաժան ես վարվում եւ այլն, եւ ոչ էլ արժե զրկել, ասել ես խնդիր չունեմ, հա, մենք խնդիր չունենք, թող մտածի այն կողմը, որը որ ենթարկվում է, խոսել, հասկանալ ինչու է այդպես անում եւ կրկին զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը, հետևանքների մասին խոսել, քո արածը ինչ հետևանք կարող է ունենալ դիմացինի վրա, իրենք ավելի շատ օգնության կարիք ունեն, այո։ Իսկ ինչպես այդ դեպքում կարող է ծնողը հասկանալ, որ գուցե ժամանակն է դիմել հոգեբանի կամ մասնագետի օգնությանը։ Գիտեք, ծնողը միշտ հասկանում է վարքից։ Դա ցույց է տրվում, հա, որովհետև ենթադրենք երեխան չի ուզում դպրոց գնալ կամ անդադ իր սենյակից դուրս չի գալիս, դա չի կարող չերևալ։ Առաջադիմությունը, եթե առաջ լավ էր, հիմա ընկնում է, հա, էմոցիոնալ կապը ծնողի երեխայի մեջ շատ կարևոր է, այսինքն լսել, ապահով միջավայր ստեղծել, երեխան չիմանա, որ ասելուց հետո ավելի վատ վիճակում կհայտնվի։ Օրինակ ուսուցչին ասի, ուսուցիչը աշակերտներին, ընկերները իրեն, հա, որ չես կարողանում քո հարցերը լուծես, այսինքն այս փորձել շատ նուրբ սահման կա, օգնել, բայց ավելի հասկանալ ինչպես։ Մենք զրույցի սկզբում նշեցինք, որ այս խնդրին բախվում են ցավոք ոչ միայն երեխաները, նաև մեծահասակները իրենց կյանքի ընթացքում։ Իհարկե այն ոլորտները կամ այն միջավայրը, որտեղ մեծահասակները կարող են բախվել, շատ տարբեր կարող է լինել, սկսված աշխատավայրից եւ կարող ենք ավելի արդիականը գուցե այս պահին նշել, դա համացանցի տիրույթն է։ Մենք այսօր եթերում հենց այդ մասին ենք խոսում, թե ինչպես այն տեղեկատվությունը, որը հաճախ ստուգված չէ, կամ այն արհեստական եւ երբեմն հաճախ շատ ուռճացված տեղեկությունը, իդեալական այդ կյանքը, կերպարները, այդ ամենը տարածվում համացանցում, ինչ ազդեցություն է դա ունենում մեր ենթագիտակցության վրա, եւ այս ամենին զուգահեռ հաճախ մարդիկ գուցե որոնք դպրոցում են բուլեր եղել, մեծանում են, շարունակում են այդ սովորությունը եւ այդ սովորույթը եւ հաճախ նրանք սկսում են հենց համացանցում բուլինգի ենթարկել մարդկանց, դա կարող է լինել նամակների, անգլերեն ասում են hate speech, ատելության խոսքը, որևէ այդպես բացասական մեկնաբանություններ եւ այլն։ Ինչպես փորձել պայքարել կամ գուցե թե պայքարել հնարավոր չէ, ինչպես հաղթահարել դա։ Այո, շատ ճիշտ նշեցիք, բուլինգի տեսակ է կիբերբուլինգը, այստեղ խնդիրը դժվարանում է, որովհետև ամենուր է, հա, եւ վերահսկողությունից է դուրս գալիս, մանավանդ եթե երեխաների պարագայում ասենք, ոչ միայն երեխաների, այստեղ ծնողները պետք է ճիշտ ուղղորդումներ տան, այսինքն այդ երբ որ տարածում են օրինակ նկարներ են ուղարկում եւ այլ, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Միշտ պատասխանատվությունը բերել նաեւ այս կողմ։ Իսկ մեծահասակների կյանքում իհարկե չենք կարող բացառել, կրկնվում է եւ սոցցանցերի մասին, երբ որ խոսում ենք, ընդհանրապես հոգեբանության մեջ համեմատությունը մեծ վտանգ ունի, որովհետեւ դիմացինը միշտ կատարյալ դերում է, իսկ մենք ոնց որ մեր մոտ մի քիչ այն չէ, մանավանդ այդ գեղեցիկ նկարները, ինչ որ մենք տեսնում ենք, կարծես թե հավատում ենք, հա։ Իսկ բուլինգի հիմնական նպատակը, ինչպես արդեն ասեցի, այդ
ծաղրանքը, նվաստացնելը, վախեցնելը, պետք է ամեն դեպքում չամաչել, բարձրաձայնել խնդիրը եւ փորձել հասկանալ ինչպես կարող են այս իրավիճակից դուրս գալ, արդեն կա խնդիր։ Ըստ ձեզ որոնք են այդ ճանապարհները, որոնք կարող են օգնել մեզ դուրս գալ այդ իրավիճակից, այսինքն կամ մարդիկ, որոնք քիչ են այդ մարդիկ իհարկե, բայց հասկանալով այս վտանգը, օրինակ սահմանափակում են իրենց օգտագործումը, հա, սոցիալական տարբեր կայքերի, բայց նաև կամ մարդիկ, որոնք աշխատանքի կամ, չգիտեմ, կյանքի բերումով ինչ որ առումով ստիպված են օգտվել նաև սոցիալական կայքերից, որովհետև դա իրենց աշխատանքի կամ առօրյայի մի մասն է եւ հաճախ մասնավորապես բլոգերների հետ օրինակ երբ մենք զրուցում ենք, նրանք կարծես թե այդ առաջին խումբն են կամ առհասարակ մարդիկ, որոնք հասարակության մեջ որևէ դեր ունեն կամ նշանակություն ունեն, նրանք անդադար բախվում են այս խնդրին։ Այ իրենց համար ո՞րն է այն 1-2 կարևոր քայլը, որը պրակտիկ քայլ է եւ դրանով կարելի է որոշակիորեն մինիմալիզացնել այս խնդիրը։ Նայեք, ես հոգեբանության տեսանկյունից կպատասխանեմ, բուլերի հիմնական նպատակը իշխանություն ձեռք բերելն է։ Եվ եթե ենթարկվողը ցույց է տալիս, որ շատ վախենում է, իր համար դա շատ մեծ նշանակություն ունի, ուրեմն հասել է իր նպատակին։ Եվ ընդհանրապես բուլինգը զարգանում է, կլինի մեծահասակների, թե երեխաների, թե աշխատավայրում, թե սոցցանցերում, որտեղ անտարբերություն է։ Այսինքն այստեղ օրենքը, եթե դպրոցում է ղեկավարությունը, ոչ մի կողմը չպետք է անտարբեր մնա, որտեղ բուլինգի կրկին նշվում է, բուլինգի ծղլում, ծաղկում զարգանում է, երբ որ մարդիկ անտարբեր են, լռում են, դե իմ հետ չի ոչինչ, դասանի երեխայի հետ է ոչինչ, բայց անտարբերությունը հենց բերում է այդ միջավայրին։ Սա ստող ոչինչ չկա, այսինքն ստացվում է, ինչ կուզեմ կանեմ բուլերի մտքում։ Ինչ անել այս դեպքում, եթե այս խնդիրը տեղափոխենք արդեն աշխատավայր մեծահասակների պարագայում, ինչ անել, եթե օրինակ բուլերի կարգավիճակում է ղեկավարդ, քո ղեկավարն է այդ կարգավիճակում, դու աշխատող ես եւ ինչ որ կերպ պետք է այդ հարցը լուծել եւ գուցե դու չես կարողանում օրինակ ճանապարհ գտնել, ինչ անել այս դեպքում։ Այս պարագայում կրկին ուզում եմ խոսել հույզերի մասին, նախ հասկանալ ինչու է դա անում, որն է իր նպատակը։ Եթե նպատակը բուլինգի նպատակը արդեն նշեցի, որ ինքը վնասակար վերաբերմունքն է։ Եվ այստեղ հասկանալ ինչու է դա անում, սեփական հույզերը հասկանալ ինչու եմ ես այդքան մեծ ռեակցիա տալիս, հա, այսինքն այդ զոհի կարգավիճակից էլ դուրս գալ, քո ռեսուրսները ճանաչել, ուժեղ կողմերը, ունենալ կողքը աջակից մարդիկ եւ այդ թույլ կողմերով հանդես չգալ։ Ինչքան թույլ, այնքան ենթակայությունը ավելի շատ է լինելու։ Էմոցիոնալ ինտելեկտի զարգացումը բնականաբար կօգնի եւ անտարբերություն որպեսի չլինի։ Եվ կարծես թե այստեղ նաեւ կարեւոր դեր ունեն գործատուները, այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք պիտի նաեւ հոգ տանեն աշխատակիցների մասին եւ թերևս ստեղծեն այն միջավայրը, որտեղ աշխատակիցները կարող են բարձրաձայնել այդ խնդիրը, խոսել դրա մասին եւ լուծել են։ Շատ լավ է, շնորհակալ եմ, շատ կարևոր անկեղծ զրույցի համար եւ սա մի թեմա է, որի մասին վստահաբար դեռ հնարավորություն կունենանք մեր տաղավարում հյուրընկալելու ձեզ եւ ավելի մանրամասն խոսելու։ Շնորհակալ եմ։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ իհարկե հիշեցնում ենք, ինչպես Լիլիթը շատ ճիշտ նշեց առաջին հերթին, իհարկե աշխատանքը սկսում է ինքներս մեզնից, այնուհետև եթե կարծում ենք, որ ունենք օգնության կարիք, միշտ պետք է անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը։ Առաջարկում ենք լսել երաժշտություն եւ վերադառնալ տաղավար։